319,000 դրամ հատուկ գին նշված կաթսայի համար եւ անակնկալ նվերներ Baxter-ի կողմից։ Առաջին լրատվականը շարունակում է արտակարգ ռեժիմում աշխատանք, այս պայն մեզ է միացել մեդիա և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Պարոն Մարտիրոսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է գնում, բայց մենք հո գիտենք, որ այդ պատերազմը վաղուց է Հայաստանի դեմ ուղղված, բայց ես կուզեմ հասկանալ այսօր մենք որ փուլում ենք եւ ինչպես է այն դրսևորվում։ Դե մեծ հաշվով այսօր Հայաստանի դեմ մի պատերազմ չի վարվում, այլ մի շարք, սկսենք դրանից, բայց մենք ունենք այն ինչ այսօր անում է Ադրբեջանը, այսինքն բացի ռազմական գործողություններից փաստացի օգտագործում է Արցախի խաղաղ բնակչությանը որպես պատանդ եւ իր տարբեր քաղաքական եւ հոգեբանական մանիպուլյացիաների համար նաեւ այս ամեն ինչը արվում է տարբեր հնարքներով սոցիալական ցանցերի միջոցով, երբ որ մարդկանց զանգերով են ահաբեկում, շատերը հիմա տարբեր մեսենջերներով, WhatsApp-ով եւ այլն զանգեր են ստանում, իրենց ինչ-որ տարբեր տեղերից ադրբեջանցիք ահաբեկում են, փորձում են տեղեկատվություն կորզել եւ այլն, այդ արվում է նաեւ հայկական կոտրած հաշիվների միջոցով եւ իրանք մխրճում են տարբեր հայկական խմբեր, որտեղ փորձում են մի կողմից տեղեկատվություն հավաքել, հասկանալ ինչ իրավիճակ է սկսած սոցիալականից վերջացած հոգեբանական տարբեր բնակավայրերում եւ բացի դրանից հեղում են տեղեկատվական դաշտը իրարամերժ տեղեկություններով, ինչը շատ հստակ կարևոր բան է անում, լուծում է խնդիր մարդկանց ընդհանուր ապակողնորոշված վիճակի մեջ նետելը, երբ որ մարդ արդեն դադարում է ընդհանրապես հասկանալ ինչա կատարվում, մյուս կողմից ստեղծում է անվստահություն բոլոր պետական եւ հանրային ինստիտուտների հանդեպ, նույն մամուլի հանդեպ, պետական կառույցների, որոնք առանց էտել բավականին քիչ են հանրային դաշտում երևում եւ այդ պատճառով նաեւ այս ամեն ինչը օգտագործվում է որպեսզի խարխլել իրավիճակը։ Այնպես որ բոլոր ֆրոնտերով այսօր ընթանում է։ Պարոն Մարտիրոսյան, բայց ցավն այն է, որ հայկական մեդիան կամ որոշ ներկայացուցիչներ, իդեպ վերջին շրջանում դրանք շատ են, լծված են այդ հիբրիդային պատերազմին ընդդեմ Հայաստանի եւ այն ապատեգատվական հոսքեր, ես քիչ առաջ նաեւ Facebook-ն էի կրկին, հա, թերթում, հիմա էլ Քյոխին են սպանել, էլի հերքեցին Արցախից, այդ ապատեգատվական այս հոսքը, որ գալիս է, սա էլ հստակ նպատակ ունի, հա, ապակողմնորոշել հասարակությանը, խոճապի մեջ մատնել, դրա դեմ էլ մենք չենք առնում, մենք ինքներս ենք դրա ջրաղացին ջուր լցնում։ Ցավոք սրտի հայաստանյան հասարակությունը կիսված է մի քանի մեծ հատվածների եւ նույնն էլ լրատվամիջոցների մեծամասնությունը, ես չէի ընդհանրացնի ասի, որ բոլորը բնականաբար կան շատ բարեխիղճ լրատվամիջոցներ, որոնք տարիների ընթացքում ապացուցել են, որ իրանք վեր են ինչ որ իրենց այդ պահին քաղաքական հայացքներից, վեր են այդ պահի սպոնսորներից եւ այլն, բայց մեծամասնությունը եկեք համաձայնենք, որ հանդիսանում են քաղաքական պայքարի մաս, այսինքն բազմաթիվ լրատվամիջոցներ եւ լրագրողներ ուղղակի ճամբարների մեջ են քաղաքական, այս կամ այն եստեղ չէի ասի այնտեղ ընդդիմադիր թե իշխանական, որտեղ բոլոր թևերում էլ նման բաներ կան ու երբ որ իրավիճակը սրվում է առավելս հիմա, մեկ-մեկ անցնում են բոլոր հնարավոր կարմիր գծերը, ցավոք սրտի հանրությունը շատ հաճախ
այստեղ զոհ է գնում, որովհետև մարդիկ վերջի ուզում են ստանալ տեղեկատվություն։ Տեղեկատվությունը շատ չէ, դրա համար սպառում են ամեն ինչ։ Երբ որ դու տենց ստանդարտ խորհուրդ ես տալի, ասում ես փորձեք 1-2 աղբյուրի հետևել, տենց որոնք վստահելի են, ուրիշների վրա մի շեղվեք։ Մարդ մի օր, 2 օր հետևում է, հետո ասում է քիչ է, այնտեղ բան չեն գրում, ես ուզում եմ ավելի շատ իմանալ ու բարձա, որ մարդ ընկնում է այդ տարբեր քարոզչական հոսքերի ճանք։ Դուք նշեցիք, որ Ադրբեջանը հիբրիդային պատերազմը Հայաստանի դեմ վարում, բայց ակնհայտորեն վերջին օրերին հատկապես ակնհայտ ցույց է տալիս ռուսական կողմը, որ այդ հիբրիդային պատերազմը հենց վարում է Հայաստանի նկատմամբ, մանավանդ երբ որ եթերից այդվում, հնչում են Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու, Հայաստանում հեղաշրջում իրականացնելու կոչեր, ակնհայտորեն Յան ազգանունով օդիոզ ներկայացուցիչները շարունակում են այդ աղբը նաև հեռուստատեսությունից նետել, որը ի դեպ հեռարձակվում է հանրային մուլտիպլեքսում, սա էլ չմոռանանք։ Այս իրավիճակը ինչի մասին է, սրա դեմ ինչպես պայքարենք։ Իրավիճակը շատ պարզ է, Ռուսաստանը այսօրվա դրությամբ հանդիսանում է այդ հիբրիդային պատերազմի ակտիվ դերակատար ու փաստացի մեր կողմից չի։ Այս պահին դա ակնհայտ երևում է այն ամենատարբեր մանրուքների, տեսեք օրինակ քանի խաղաղապահ բարձրաստիճան սպանվեց, բայց նույնիսկ դա Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշման դեպքում դարձավ առիթ Հայաստանին մեղադրելու, չնայած որ բոլորը գիտեն, որ ադրբեջանական կողմն է դա իրականացրել։ Հենց որ դա այդպես է, դա այդպես է ոչ հիմա, վերջին պահին, ուղղակի հիմա այս ամեն ինչը սաստկացել է, բայց ակնհայտ է, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում ինքնուրույն դերակատար է։ Եվ երբ որ ինչ-որ պահի օրինակ ինքը մեզ է պաշտպանում կամ Ադրբեջանին, դա բացարձակ չի նշանակում, որ ինքը պաշտպանում է մեզ կամ Ադրբեջանին, ինքը պաշտպանում է իր սեփական շահերը։ Պարզապես այս պահին Ռուսաստանի ղեկավարության շահերը, որը իրենք համարում են որպես Ռուսաստանի պետականության շահեր, որը կարող է եւ այդպես չէ, իմիջիայլոց գնում են այն ուղղությամբ, որ իրենք մեր դեմ փաստացի իրականացնում են այս պահին շատ լուրջ տեղեկատվական գրով։ Դա արձանագրելը շատ լավ է, պարոն Մարտիրոսյան, իհարկե դուք որպես փորձագետ արձանագրում եք, բայց նաև խնդիրն այն է, որ իշխանության ներկայացուցիչները պարզապես արձանագրողի դերում են այսօր հանդես գալիս, մինչդեռ նրանք պետք է գործուն քայլեր ձեռնարկեին այս ամենը կասեցնելով, որովհետև արդեն ակնհայտ է, որ այդ մեդիա տերորի ենթարկողները ունեն հստակ անուն, ազգանուն։ Ճիշտ եք, բայց խնդիրը նրանում է, ու այս իմիջիայլը շատ լուրջ խնդիր է, երբ որ գործը հասնում է հիբրիդային պատերազմների ու լուծումները միշտ այդքան էլ հեշտ չեն։ Նույն օրինակ տեսեք Եվրոպան փաստացի հիմա Ռուսաստանի հետ լինելով հիբրիդային եւ պրոքսի պատերազմ վիճակի մեջ փաստացի ստիպված գնում է իր սկզբունքների դեմ, շատ հաճախ խախտում է օրենքները իր ներքին ու որպեսզի փորձի ինչ-որ ձևով դիմադրել ռուսական ազդեցությանը։ Ու այստեղ իհարկե խնդրեմը նրանում է, որ հենց հիբրիդային պատերազմի խնդիրը նրանում է, որ շատ դժվար է, ոնց ասեմ, ատամները փոկել, որովհետև այդքան միանշանակ չէ, թե ով է ինչ է, հասկանալի է, որ ինչ-որ մի տելեգրամյան ալիքի ադմինին կարելի է ձերբակալել 15 օրով մի քիչ դիետայի վրա նստացնել, բայց դա հարցը չի լուծում, որովհետև դրանով օրինակ դու իրան դարձնում ես ավելի հայտնի։ Իսկ երբ դու իրան ռեժիմով ես ձերբակալում ու էլի բաց թողում անընդհատ, ինքը դառնում է շատ ավելի ինֆորմացիոն տեսանկյունից լավ գիրանում է, լցվում է, այսպես ասած, լսարանը ստանում եւ այլն։ Այստեղ հարցրանում է, որ հիբրիդային պատերազմի դիմակայելու համար դու պետք է ունենաս նաեւ հիբրիդային պատերազմ վարելու միջոցներ, իսկ դա բավական լուրջ երևույթ է, որովհետեւ հենց հիբրիդային
ենթադրում է, որ դու պետք է օրինակ միջգերատեսչական գործողություններ կարողանաս իրականացնել, լինես շատ ավելի ճկուն եւ այլն, բայց եկեք համաձայնենք, որ մեր պետական կառույցները պատրաստ չեն նմանատիպ բաների, դրա համար մեկ էլ իմպուլսիվ ինչ-որ գործողությունների են գնում, որոնք հաճախ ունենում են լրիվ հակառակ էֆեկտը։ Պարոն Մարտիրոսյան, ամփոփելով հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների եւ օդանավականի դեմ, որն իրականացվել է սեպտեմբերին, այս ահազանգի հեղինակը դուք եք, ինչ մանրամասներ կհաղորդեք, որ ուղղությամբ, ինչպես։ Տեսեք, շատ բան դեռ չեմ կարող ասել, այս հարձակման մասին շատ անսպասելի մենք գտանք մի ինդոնեզիացի մասնագետի հայտարարությունի մեջ նյութեր, տվյալներ, որը այսպես թելը կծիկը քաշելով պարզ դարձավ, որ խոսքը գնացել է սեպտեմբերի սկզբներին 10-11 կողմերը հարձակման, այստեղ արդեն մտահոգիչա օրերը շատ մոտ Արցախի դեմ պատերազմին իրականացվել է հակերային թիմի կողմից, որը լավ ծանոթ է ներքին բյուրոկրատական Հայաստանի համակարգին, ինչը արդեն նշանակում է, որ իրանք շատ երկար են աշխատել, մշակել հարձակումը։ Սովորաբար դա նշանակում է, որ մենք գործ ունենք պետական հակերային թիմերի հետ։ Այս պայն ես չեմ կարող ասել, թե ինչ պետության մասին է, դեռ ոնց որ կծիկը փորձում ենք բացել, բայց շատ բան հայտնի չէ, որովհետև հարձակման հենց սկզբից հակերների ենթակառուցվածքները կասեցվել են, ինչը ես ենթադրում եմ, որ հետևանք է մեր պետական կառույցների հակազդեցությանը, որովհետև տարբեր երկրներում ծրված ինֆրաստրուկտուրան կասեցվել է, դա սովորաբար արվում է միջպետական ինչ-որ հարցումների միջոցով, այսինքն մասնավոր կարգով դժվար դա արվեր, իսկ հակերները ինքնուրույն դժվար էլի փակեին իրենց ենթակառուցվածքը, որովհետև սովորաբար նման հարձակումներ հետո երկարաժամկետ բնույթ են կրում։ Հենց որ հույս կա, որ վնասը կամ քիչ է եղել կամ ընդհանրապես չի եղել, բայց մտահոգիչ է, որ հերթական նոր դերակատար է հայտնվել Հայաստանի դեմ խաղացող կամ էլ հին խաղացողներից է, որը ուղղակի ինչ-որ նոր գործիքակազմ օգտագործում դեռ պարզ չի։ Շնորհակալ եմ պարոն Մարտիրոսյան այս հնարավորության եւ մեկնաբանությունների համար։ Մեր հեռուստադիտողներն էլ հիշեցնեմ, լսեցինք մեդիա եւ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանին, շարունակեք հետևել մեր ընթացքին։